Հիմա արդեն ռիթրիթը փորձեցինք, այդ լրիվ մի հատ ուրիշ կենթանի է ռիթրիթը, բոլորը տեսակ, թե ինչքան հզոր էր։ Ինձ թվում է այս մարմնավորումը բոլորից համար մեծագույն նվեր է իրականում, որովհետև շատ հազարամյակներ ու հարյուրավոր կյանքեր ենք ապրել, որպեսզի ապրենք այս անցման շրջանը, ու սա մաքսիմալ պետք է օգտագործենք։ Այն ինչը որ ուզում ես կյանքում անես, բայց դժվարությամբ էիր անում, բարձր վիբրացիոն դաշտում եղած ժամանակ շատ ավելի հեշտությամբ ես անում, որովհետև մասնակիցները պատրաստ են այդ ամեն ինչը ստանային, դրա համար մենք կարողացանք այդ այդքան գեղեցիկ ձևով ձեզ տալ։ Եկեք զոհից դառնանք այդ պատասխանատու էությունները, ովքեր որ պատասխանատվություն են վերցնում այն ամեն ինչի նկատմամբ, ինչը որ ճիշտ չի, փորձում են ինչ-որ մի բան փոխել։ Էներգիան ընտրություն է։ Ես հասկացա, որ ոչ միայն էներգիան է ընտրություն, այլ ցանկացած բան քո ներկա պահն է ընտրություն։ Ամենը պետքա որոշում կայացնես, ամեն ինչ վերցնես քո ձեռքը ու քո իրականությունը ստեղծես։ Ու այս նոր ժամանակներում մենակ մի բան է հնչում՝ նամերիմիա։ Բարև ձեզ։ Մոտ մեկ ամսյա դադարից հետո վերսկսում ենք մեր ոդքասթները։ Դադարի պատճառը ինձ թվում է շատերիդ հայտնի է։ Մենք գտնվում ենք Հայաստանում, կազմակերպել ենք այն շատ հետաքրքիր ռիթրիթ ու կլիներ մենակ տրամաբանական, որ ոդքասթները վերսկսենք հենց այդ ռիթրիթի թեմայով ու ունենայինք հյուրեր, ովքեր մասնակցել են այդ ռիթրիթին։ Եվ այսպես ունեմ երկու շատ գեղեցիկ հյուր այսօր, Գայանեն եւ Մագան, բարև ձեզ։ Բարի երեկո, բարի լույս։ Ոնց եք երեխեք ջան։ Հիանալի։ Տրանսֆորմացված։ Ես մի քանի բառով ներկայացնեմ, ով է, հետո արդեն դուք խոսակ, ես կլսեմ ձեզ։ Գայանեն արդեն մոտ 1 տարի է, ինչ շատ հարազատ ընկեր է, իրականում ապրելու արվեստ էջի հետևում, իմ կնոջս հետ միասին, հենց Գայանենն է կանգնած, շատ հարցերով է ինձ օգտակար լինում, օգնում։ Մագան իմ նոր ձեռքբերումներից է, Մագային ծանոթացանք հենց ռիթրիթի մեր երկրորդ խմբի ընթացքում, մի շատ հետաքրքիր ու շատ պայծառ հոգի։ Շատ ուրախ եմ Մագա ջան, որ իրականում քեզ գտա, դու շատ մեծ ավելացում էիր մեր մեծ ընտանիքին, ասես կարելի ասել։ Շատ ուրախ եմ։ Շնորհակալ եմ։ Արի հենց քեզանից էլ սկսենք Մագա ջան, ինչը քեզ դրդեց որ վերցնես այս հոգևոր զարգացման փուլը, երբ սկսվեց, ինչով ես զբաղվում, ինչ նախասիրություն ունես, մի քիչ պատմի քեզ մասին։ Իրականում սկիզբը, ինչպես շատերի մոտ ինձ թվում է, պատերազմն է հիմնականը 20 թվականի, որը տենց ինչքան էլ ցավալի է, բայց արթնացման մեծ հոսք է բերել, ու ես էլ այդ մեկն եմ նաև, որ հայրենիքի կորուստը ստեղծում է մի իրավիճակ, երբ դու կտրվում ես քո առօրյայից ու բոլոր հոգսերից ու հասկանում ես, որ ինչ-որ բան իր տեղում չի, ու սկսում ես բոլոր հարցերը ման գալ ու վերջում կանգնում ես ով եմ ես հարցի վրա, ով եմ ես, ինչ առաքելությամբ եմ ծնվել, այս ամեն ինչի իլյուզիայի ավարտից հետո, թե իրականում ինչա կատարվելու, ու ամենից սկսեց այդտեղից, այդ բազում հարցերից։ Ես մասնագիտությամբ հաշվապահ եմ, ու մինչ այդ իրականում շատ հետաքրքիր հավես ուրախ կյանք ես վարում, կարողանում ես քեզ ապահովել, շուրջդ ապահովել ամեն ինչով, բայց հետո հասկանում ես պատերազմի ընթացքում ինչ-որ բան այն չէ, ու սկսում ես մեծ փնտրտուքների ճանապարհը։ Այդ ճանապարհը շատ ամենահետաքրքիրն է, ու ինձ թվում է այս մարմնավորումը բոլորից համար մեծագույն նվեր է իրականում, որովհետև շատ հազարամյակներ ու հարյուրավոր կյանքեր ենք ապրել, որպեսզի ապրենք այս անցման շրջանը, ու սա մաքսիմալ պետք է օգտագործենք բոլորս, որովհետև մեծ նվեր է ու շատ հնարավոր է այս մի կյանքի ընթացքում ապրել բազմաթիվ կյանքեր ու կարողանալ շատ հոգևոր աճ ունենալ։ Իրականում բոլորի շնորհավորում եմ այս կապակցությամբ ու այս կյանքը ապրելու համար ամենամեծագույն նվերն է երևի թե այս բոլոր մարմնավորումներում մինչև հիմա։ Ապրես շատ հետաքրքիր բան ասացի, այդ մեկ կյանքում ապրել բազմաթիվ մարմնավորումներ, կվերադառնանք այդ մտքին, ինչև ինչ այդ Գայանի ջան, ուրեմն մենք իրար հետ ծանոթացանք մի տարի առաջ, այդ կմանտային այդ ընտանիքով սկսվեց, կարելի ասել մեծ այն ամենայն օրիգինալ անդամներն ենք, ամենայն սկզբի։ Ես, դու, Նազելին, հետո տենց մնացածը սկսեցին միանալ, հələ պատմի մի քիչ էլ քո մասին, դու ինչի քեզ դրդեց որ էլի ես ամեն ինչի մեջ հետաքրքրություն գտնես ու խորանաս։ Իրականում ես ինքնահոսի տակ սենց միշտ եմ ապրել հոգևոր կյանքում, ինչ որ գիտակցված բաներ արել եմ, բայց ենթագիտակցորեն եմ արել, շատ բանի իմաստը չեմ այլ հասկացել։
12 թվից ավելի շատ բացվեց իմ մոտ, չգիտեմ այդ 12 թիվը 2012 թիվը ինձ թվում է բոլորի համար էր մի տեսակ ոնց որ պիկ տեղից շատերի մոտ սկսվեց ու այդ հարցեր արդեն ով եմ ես, ինչի համար եւ այլն դա վաղուց արդեն անցել էի, սկսեցի փնտրել ճանապարհներ, ելքեր իմ նման մարդկանց ու հույս չունեի որ կգտնեմ, հիմնականում YouTube-ում էի փնտրում ու այլազգերի մեջ երազանքս էր, որ շուրջս լինեն հայերը այս ֆորմատով, որ կարողանամ իրանց հետ կիսվեմ, որովհետև մի տեսակ իզգոյի տպավորություն էի թողում, որովհետև երբ որ խոսում էի ինչ-որ նման հարցերից, մարդիկ տարօրինակ էին ինձ նայում ու տենց էլ շարունակվեց։ Դրանից հետո քվանտային թռիչք դեպի տունը ինքը շատ կարևոր էր իմ համար այդ անցած տարի օգոստոսը, ոնց որ եւ այս տարի օգոստոսը, ոնց որ իմ 2 տարի օգոստոսները, չգիտեմ ինչ անցումային փուլեր են ու շատ են ինձ բացում։ Կարելի է ադատ սարքել, ամեն տարի օգոստոսի մի հատ սարքիր ինչ-որ մի բան կազմակերպել, անպայման այդ կվանտային ընտանիքը իսկականից բոլորիս է շատ բան տվել, էլի եւս մեկ անգամ մեր բոլորի երախտապարտությունը ու շնորհակալությունը մեր բոլորի կողմից շատ սիրված նազելին, մեր երեշտակին իհարկե այդ ամեն ինչը սկսելով ու պատճառ հանդիսանալով, որ մենք բոլորս իրար գտնենք։ Եկեք մի քիչ խոսանք այս մեր ռիթրիթից, ժողովուրդ ջան, որովհետև հաստատ մեզ նայողներին շատ հետաքրքիր է լինելու։ Ես, քանի որ կազմակերպիչներից էի, կուզեմ Ագա ջան, ասենք քեզ լսեմ, քո կարծիքը։ Այդ ամեն ինչը թե դրական, թե բացասական, ինչ ոնց մտածում ես, այդպես կուզեմ արտահայտվես, էլի ինգեր։ Երբ թե քվանտայինից դեռ վերադառնամ, այն ժամանակ երբ քվանտայինը նոր էր, դե արդեն որոշ բաներ նյութեր ուսումնասիրում ես բնականաբար այլ լեզուներով ու հայ լեզու այդ ինֆորմացիան միշտ բաց էր։ Ու երբ քվանտայինը տեսա, այտենց դե լավ մեր հայկականն է ոչինչ, դե սկզբնական շրջանում բնականաբար շատ թեթև նյութեր են գալիս փոքրիկ, որպեսզի կարողանանք ներգրավենք մեր լսարանին։ Ասում եմ դե լավ շատ հասարակ ինչ որ բաներ, այտենց շատ թերահավատ էի նայում, այդ պահին զգացի, որ ոնց եմ ես իմ հայկականը միշտ սիրում ես հայրենիքդ, բայց ոնց էս առաջինը հենց դու քեզ ոնց որ կոպիտ ասած գցում, սենց ասած, ու սկսեցի ուսումնասիրել ու շատ սիրեցի քվանտայինին իհարկե ու բոլորը շատ յուրահատուկ ու կարևոր դերակատարում ունեն ու իրանց մեջ շնորհակալությունս ամենակարևորը մեր հայալեզու լինելը ու իրար գտնելն է իսկ արդեն որ դեպի անցում կատարենք ռիթրիթը ինձ թվում է շատ մեծ սպասելիքով եկել եմ բայց շատ ավելին է եղել քան սպասում էի իրականում նախ առաջինը այն մարդկանց ում գտել էր դա մեծագույն նվերն էր, որովհետև շրջապատում շատ դժվար է լինում դեռ այս փորձը անցնող մարդկանց գտնելը ու առաջինը մեծ նվերը դա էր իհարկե կարամ ինչ որ կետերով անդրադառնամ թե ես օրինակ ինչ սպասելիքներ ունեի ռիթրիթին գալուց ու թե ինչպես ստացվեց Առաջին իմ համար շատ պրանան էր կարևոր, որովհետև ինձ շատ հետաքրքիր էր, թե ինչպես է դա լինում։ Կներես Մակա ջան, արի մի հատ ընդհանուր ներկայացրա, ինչ եղավ ոնց է, ասենք, այսինքն 7 օր էր, առաջին 7-րդ օրը, ասես մի քիչ թռուցիկ ներկայացրա ու տպավորությունները, որովհետև մենք սկզբից էլ չէինք ասել ծրագրի մասին, որովհետև վերջնական ծրագիրը չունենք էլ, կարելի ասել միասին սա, որոշեցինք ինչ որտեղից սկսենք, որտեղ վերջացնենք։ Ու վստահ եմ մեզ նայողներին հետաքրքիր կլինի, էլի ինչ ա եղել էս ռիթրիթ ասածը լավ վերջապես իրենց ինչ էր ներկայացնում, ինչ է ծրագիրը ու ինչ տվեց դες։ Նախկինը շատ հետաքրքիր էր, որ որոշեցինք բոլորով ով մասնակցում էինք, ինչքան հնարավոր էր նույն մեքենայով գնանք ու ճանապարհին ծանոթանանք ու երբ հավաքվում ես, ուղղակի շուրջդ բոլորը լուսավոր մարդիկ են, բայց շատ տարբեր միջավայրներից եւ տարբեր գիտակցության տարբեր մտածմունքներով ու շատ հետաքրքիր էր առաջի օրը եւ բոլորս միամուր սեղանի շուրջը նստացինք ու վերջին օրը համեմատության եզր չկար բոլորս նույն գիտակցության բոլորս նույն մակարդակի բոլորը շատ հարազատ մեր վերջին օրը ինձ թվում է ինքներ կփաստես որ տենց անմոռանալի օր էր թե ինչքան շատ ենք բոլորս ուզված թե ինչքան շատ ենք բոլորս ուրախ իրար գտնելուց ինչքան շատ ենք հասցրել այդ ընթացքում սիրել ու բոլորս մեկը մյուսին կարեկցել ու օգնել ու բնականաբար կապը միանշանակ պահվում է հիմա
Ինձ թվում է այդ ընդհանուր ընթացքը շատ կարևոր էր բոլորիս համար, նախ արթնանալ շուտ, բոլորս իրար մեկ բառից սկսում ենք արդեն հասկանալ, մեր առավոտյան յոգա գնալը, որը անփոխարինելի էր իրականում այդ ժամերին, այն բոլոր խաղերը մանավանդ, քո կազմակերպած, Նիկ, որ հենց անգնահատելի նվերներ էր, որովհետև դու այդ պահին զգում էիր, թե ինչը կա սխալներ քո մեջ, ու երբ դու դասախոսություններն էիր լսում կամ քեզ թվում էր դու արդեն այս մասը անցել ես քո ներսում, դա բացել ես, հաղթահարել ես, ու մեկ էլ խաղի միջոցով պարզները բացարձակ դեռ չէ, կամ մնացել են որոշակի մասեր, որ դեռ պիտի ուղես, այդ տենց մեծագույն նվեր էր այդ պահին լինում, սկզբից ես սարում էիր, որ վայ, դեռ չեմ անցել, հետո մեծ սիրով ընդունում էիր ու սկսում էիր աշխատել այդ ուղղությամբ, ու նաև այդտեղ մերի դերակատարումն էր շատ, ու Տիկին Հայկոհուն մերին ու քեզ պիտի սենց մեծագույն շնորհակալություն ասեմ, որովհետև այն ինչը կազմակերպվել էր, ուղղակի հայկական շուկայում դեռևս ամեն դեպքում ես գոնե թե չեմ տեսել ու իմ համար շատ հաճելի ու գովելի էր ու անպայման պիտի շարունակելի լինի, այն տարբերակ չունի։ Շնորհակալ եմ Ագա ջան, եթե շուկայի պահն էր հետարքիր, հասկանում եմ ինչի նկատի ունես, բայց արի որպես շուկա չնայենք, հա, եկել ենք Մերի մենք մեր կողմից մեր այդ իմացածը ունեցածը փոխանցենք մեր ժողովրդին, այդ ծոմապահությունը կամ այդ պրանայով սնվելը, այդ ես մերին Հայկույն արդեն քանի տարի անում ենք, շատ մեծ օգուտներ ենք ստացել, դա ենք ուզում ցույց տանք ժողովրդին, որ այդ սա ստեղ է, եթե ստեղ կարողացանք միասին, հա, ծրագրավորել մեր միտքը, բերել մի հատ իրականություն, որտեղ որ նորմալ է, որ մենք չսնվենք ու ուժասպառ չենք լինելու ու խնդիրներ չենք լինելու, դուք բոլորը տեսաք, չէ՞, թե ինչքան էներգիա ունեք ու ինչքան պրոդակտիվ ու արդյունավետ էր անցնում մեր օրը, չնայած որ մենք չենք սնվում կամ ով չէր ուզում էր սնվել, այդ հումակերություն էր, բանջարեղեն, մրգեր, հա, իհարկե ամեն ինչը հում վիճակում այդ վարժությունները ես տարիների ընթացքում էի հավաքել, ստեղ տարբեր տիպի ռիթրիտներին մասնակցելով ու լրիվ այդ քո ասացի պես ին վրա էլ էր հենց այդ տիպի սառցընծոքի պես աշխատել, երբ որ քեզ թվում է թե այտենց դու արդեն սա աշխատել ես ամեն ինչը քո մեջ բալանսի բերած, հա, մեկ էլ այտենց մի հատ ինչ-որ խաղ են տալի, որ խաղաս, ու այդ խաղի մեջ արդեն քո էգոն դուրս է գալի ու քեզ ցույց է տալի, թե դեռ ինչքան շատ աշխատանք ունես դու քո վրա տանելու, շատ հետաքրքիր է, թե բլոկերն է քո ցույց տալի, թե քո այն ամեն ինչ որ կյանքում մեզ հետ է պահում, հա, թե անձնական հարաբերություններում հաջողությունների հասնելու, թե կարիերայում, ամենուր եք, էլի, թե ուղղակի կյանքը ապրել ու վայելել, էլի։ Հետաքրքիր է իհարկե շատ էի ուզում բերեի ու այդ ամեն ինչը տայի մեր ժողովրդին ու չգիտեի ոնց է այդ ամեն ինչը ստացվելու, էլի ես արտահայտվեցի ձեր մոտ այդ դրա մասին, իրոք չգիտեի թե ոնց է ստացվելու, կկարողանամ այդ ամեն ինչ, որովհետև բոլորը տեսակ շատ մեծ բանը իմ վրա էր, էլի, թե ես ոնց այդ ամեն ինչը կկազմակերպեմ ու շատ գոհ եմ, հա, ինձանից, իհարկե շատ շնորհակալ եմ ձեզանից, որովհետև այդ սա դուք եք, որ ճիշտ հանդիսատես էր, որ ես կարողացա այդ ամեն ինչը ոնց պետք է փոխանցեմ, պատրաստ եք էլի այդ ամեն ինչի։ Վստահ եմ, այս ամեն ինչը լինելու է շարունակական, էլ հիմա բացարձակ կասկած չունեմ, անգամ այդ ընթացքում մի հատ էլի երազանքի պես մի բան առաջացավ ինձ մոտ, իսկ ինչ ճանաչողները արդեն գիտեն, որ իմ երազանքները բոլորը կատարվում է, ուզում եմ այդ ռիթրիտները համ լինի շարունակական, համ լինի այն թափառաշրջիկ են կրկեսների նման, հա, որտեղ որ աշխարհում ունենք հայեր, գնանք, այսինքն sense համախմբենք, դառնանք էլի խումբ, թիմ, վստահ եմ վաղ միսօր էլի մեր ռետրիտներին դու ինքդ Մագա ջան, դե Գայանն արդեն կազմակերպիչների ցանկում էր, դրա համար եմ ավելի շատ քեզ հա, ուզում քեզանից ուզում լսեմ, իհարկե հեսա Գայ ջան, քեզ էլ կարողություն կտանք, որ ինչքան ուզում ես խոսաս, բայց դու էլ որպես մասնակից էիր վաղ կարած դառնաս արդեն մեզանից, էլի, որովհետև նախ այդ պոտենցիալը ունես, համել ինչ է մեր ուզածը, ընկեր, ուզում ենք որ sense միանանք հայերով ու ինչքան կարանք իրար օգուտ տանք, էլի, այդ էր մեր ցանկությունը ու հաստատ ստացվեց։ Իհարկե մի հատ էլ Գայանից լսենք, կարող Գայանն ուրիշ կարծիք ունի, ինչ ես կարծում Գայանը ջան, ստացվեց թե ոչ։ Ավելի քան ստացվեց, ես իրականում խաղերին որպես դիտորդ էի մասնակցում, բայց շոշափելի զգում էի այնտեղ ինչ էր կատարվում, իմ մոտ ավելի շատ եղավ ոնց որ հետ ռետրիտային անցումը էլի շատ ուժեղ եղավ, ես այդ ընթացքում ուղղակի ապրում էի
լինել ու իմանալ ու լինել տարբեր բաներ են։ Ես այդտեղ լրիվ բացվեցի, հասկացա, որ ես հենց այդ պահին կամ ներկա եմ ու ապրում եմ յուրաքանչյուր պահի յուրաքանչյուրի հետ։ Զգում էի ցանկացածի էմոցիան իրանց աշխարհում էի, տեսնում ես այդքան բաց, այդքան թափանցիկ երբևէ չի եղել, ոնց որ մեր այդ 15-օրյա ռեթրիտի ժամանակ։ Իհարկե բացակա օրեր ունեցա, չնայած լրացրեցի, իմ համար ահավոր էր, որ ես 1-2 օր բացակայում էի, մի տեսակ ոնց որ կեսս մնացած լիներ վայքում։ Հետ շրջանը քո նկարագրած սոխի նման սենց շերտ առ շերտ ու դեռ մինչև հիմա ես չգիտեմ ինչքան կշարունակվի, իմ մոտ բացվում է։ Ըստ ամենայնի ես հիմա էի պատրաստ դրան, որ անցա դրա միջով։ Էլի եմ ասում, իմանալն ու ապրելը դրանք տարբեր բաներ են։ Ես ամեն ինչ էի ու ոչինչ այդ 15 օրվա ընթացքում ու դեռ շարունակվում է։ Ռեթրիտին մասնակցությունը իմ համար շատ հանգիստ էր, շատ հեշտ էր, քանի որ թիմի անդամներին բոլորին ճանաչում էի։ Միական ծանոթ տիկին Հայկուհին էր, բայց այնքան շատ էի լսել իր մասին, որ արդեն գրկաբաց գնացի դիմավորելու, կարծես իրան էլ շատ վաղուց գիտեի։ Իսկ մասնակիցների մասին տարբեր ոլորտներից, մասնագիտություններից, տարբեր գիտակցական մակարդակից ու իրանց ապրածից մարդիկ էին, բայց առաջին օրն էր շատ խառը էներգիաներ, բայց ներդաշնակվելուց հետո, երբ որ անձնակազմը Նիկը, Մերին, Արտուրը, Վահանը սկսեցին ներդաշնակվել մասնակիցների հետ ու հենց առաջին փորձից հետո արդեն ամեն ինչ այնքան հանգիստ ու խաղաղ էր, ոնց որ մի հոսքով գնար։ Խաղաղվեց թե բոլորի մոտ սպասելիքները ոնց որ սկսեցին արդարացվել հենց առաջին իսկ հանդիպման ժամանակ, թե արդեն վստահությունը մեկը մյուսի հանդեպ։ Ինչ վերաբերվում է ռիթրիտին, դե ասեցի, որ ես որպես դիտորդ եմ հանդես եկել հիմնականում, իմ գործունեությունը այդքան շատ մասնակցելը չէր, ինչքան որ անձնակազմին օգնելն էր։ Ես ապրեցի հետ ռեթրիտային շրջան ու դեռ շարունակվում է։ Ամեն օր, ամեն ժամ ցանկացած իմ իմացածը իմ մոտ բացվում է արդեն դա ապրելով, կիրառելով կյանքում։ Այս ռիթրիտների հենց ուժը դրա մեջ է կայանում, Գահանե ջան, որ միանում են, հա, սենց ճակերտավոր լուսավոր հոգիներով ու մի հատ հետաքրքիր իրականություն են ստեղծում, շատ բարձր վիբրացիոն, որտեղ որ ամեն ինչ լավ է, իսկ մենք արդեն հասկանում ենք, չէ, երբ որ դու այդ բարձր վիբրացիոն դաշտ ես մտնում, արդեն քեզ հետաքրքրող հարցերի պատասխանն ու չգիտեմ, այն ինչը որ ուզում ես կյանքում անես, բայց դժվարությամբ էիր անում, բարձր վիբրացիոն դաշտում եղած ժամանակ շատ ավելի հեշտությամբ ես անում։ Այսինքն նախ գալիս ես այդտեղ, դու ինքդ քո վիբրացիան ես բարձրացնում, դու դառնում ես այդ բարձր վիբրացիոն դաշտի մաս, հետո էլ արդեն որ հետ ես գնում արդեն քո առօրյա, դեռ բավականին երկար ժամանակ, ոնց որ դու դեռ սնվում ես այդ դաշտից, այսինքն ամեն ինչ շատ բարձր է քեզ մոտ, քո այդ մանիֆեստացիաները, քո ցանկությունները իրականություն սարքելը, այդ ամեն ինչը շատ ավելի արագ ու հետաքրքիր ձևով է կատարվում քեզ համար։ Ու այն ինչ որ մենք հիմա ենք փորձում անենք, այդ հետ ռիթրիտյան այդ կապը պահել ամեն շաբաթի ասենք այդ մեր զումերը, որպեսզի անդամները կիսվեն, եթե ուրիշ էլ հարցեր ունեն, հա, այսինքն շարունակական փորձում ենք այդ մեր օգուտը էլի մեկս մյուսից փոխանցենք, այսինքն այդ դաշտը դեռ սնուցում ենք, այդ դաշտը դեռ ակտիվ է մնում ու շատ ավելի երկար ժամանակ մասնակիցները, ովքեր որ այդ դաշտի մաս են կազմում, դեռ կսնուցվեն էլի այդ դաշտից։ Շատ ուժեղ բան է, Ժողովուրդ ջան, ու ես տեսնում եմ, որ ես չգիտեի, որ Հայաստանում արվում է ռիթրիտներ, ըստիս, ասենք, դες գալիս ենք նոր բան էինք բերում, բայց օրինակ ես համար ես արդեն տեսնում եմ ահագին ռիթրիտներ եղավ։ Տարբեր ձևերի էր, բայց ցանկացած ռիթրիտը ոնց որ բան է, էլի խրախուսելի է, թող շարունակական լինի, ով ինչ ունի, թող բերի, հա, տա մեր ժողովրդին։ Մի հատ հետաքրքիր բան է դες կատարված այս անգամ։ Դե շատ հաճախակ եմ Հայաստան գալի, հա, բայց քանի որ արդեն հաջորդ ամիս արդեն պլանավորում եմ ոնց որ sense մշտական տեղափոխվեմ, ավելի շատ այդտեղ ապրեմ, քան թե Ամերիկայում, որտեղ ես մշտական մի տեղ ապրել եմ, իմ մոտ մի քիչ ուրիշ ձև է, էլի, հա, նայվում, որտեղ այնքան շատ եմ ճանապարհորդում, թե գործով, թե հենց ուղղակի
այդպես այդ ապրելը մի քիչ ոնց որ սիմվոլիկ է դառնում, բայց ավելի շատ Հայաստանում եմ ուզում իհարկե ապրեմ, հա, գալու ամսից սկսած ու երևի դա էր պատճառը, որ այս անգամ ոնց որ sense դրիվ են տանտիրոջ աչքերով է ես Հայաստանը նայում, հա, ու շատ հետաքրքիր պահեր եղավ, երբ որ օրինակի համար այդ նորավանքը մեր իրենց որ տարան, քանի որ իրանք նորավանք չէին եղել ու Սենց հետաքրքիր ապրումներ եմ ապրում, սենց նայում եմ այդ նորավանքի գեղեցկությունը, ասենք այն կարգի գեղեցիկը, ես եթե չեմ սխալվում 3 անգամ եղել էի, դա իմ 4-րդ անգամն է նորավանքում, ու սենց ես ինքս հարցում ասում եմ ոնց դու ստեղ եղել ես ու այս գեղեցկությունը չես տեսել, որովհետև իմ համար դե հա նորավանք դեր, հետաքրքիր գեղեցիկ տեղ էր, բայց չէի ստացել կյանքում այդ տպավորությունը, որը որ ստացա այս անգամ, հա։ Ու այնքան հետաքրքիր էր, որ ասես նստել եմ քարի վրա, ասես մի քիչ բան էլի, այն որ էս ինչ է կատարվում հետս, ես ոնց կարեի այս գեղեցկությունը տեսած լինեի ու չհիշեի, ու չհասկանայի այս գեղեցկությունը, ոնց որ հասկանում ես, որ դու պետք է մի հատ այդ գեղեցկությունը գնահատել սովորիր, այսինքն պետք է գնայիր, աշխարհը շրջագայերին, ճաշը կզարգացնեիր, կարողանայիր այդ գեղեցկությունը ընկալեիր, նոր որ գայիր քո տան գեղեցկությունը տեսնեիր, էլի։ Շատ շատ հետաքրքիր էր այդ ապրումները, որ ապրեցի ու մենակ նորավանքի մասին չէր, այդպես ամբողջ այս 20 քանի օրը որը տեղ էի, այն ամեն ակնթարթը յուրահատուկ գեղեցիկ էր այս անգամ իմ համար։ Այն լրիվ արդեն այն տանտիրոջ աչքով էի նայում, էլի արդեն այդ իմ տունն էր, ոչ թե ես հայ, որ ապրում էր Ամերիկայում, ուղղակի եկել էր տուրիստ Հայաստան, որը որ բազմաթիվ անգամ եղել էր, այլ չէ, ես հեսա արդեն ստեղ եմ ապրում, կամ հեսա ապրելու մյուս ամսվանից ու շատ հետաքրքիր գեղեցկություն տեսա ու դե այտենց մտքեր էր գալի ոնց որ sense մեդիտացիոն, մի հատ այդ մտքերից մեկը որ եկավ որն էր, օրինակ ասենք կին տղամարդ հարաբերությունը, հա, երբ որ տղամարդը իր կողքի կնոջը սիրում է ու այդ ուշադրությունն ու այդ սերը տալիս է, այդ կինը ծաղիկի նման ավելի գեղեցկանում է, այսինքն ձգտում է այլ ավելի գեղեցիկ լինի, հա, արդեն այդ իրան սիրող տղամարդու համար։ Ոնց որ այդ տիպի տպավորություն ես ունեի մեր Հայաստանի, մեր հայրենիքի նկատմամբ, այսինքն երբ որ մենք արդեն հասել ենք միտեղ, ժողովուրդ ջան, որ այս արթնացման փուլն է պատճառը, թե ինչն է, որ արդեն սկսում ենք գնահատել ու սիրել մեր երկիրը, իսկ դա ակնհայտ է, հա, գոնե իմ համար ակնհայտ է, այն որ օրինակ այդ շաբաթ կիրակի օրեր այդ քաղաքում չեն մնում, այդ իրանց այդ ավանդական խորովածները չեն անում, իսկ բոլորը հելնում են, հա, գոնե երկրի ներսում շրջագայում են, դա հենց այդ իմ ասացի ապացույցն է, էլի, այսինքն մեր ազգը, երբ որ արդեն պատրաստ է իր այդ մայր հայրենիքի նկատմամբ այդ սերը ցույց տա, ապրի, այդ հայրենի, այդ մայրենիքն էլ արդեն ինքս sense ծաղիկի նման իր գեղեցկությունը սկսում է ուրիշ ձևով ցույց տա։ Ինձ թվում է, ասենք, այս տիպի ինչ-որ մի բան է ես ապրում, էլի, Գայանե ջան, մենք իրար հետ ուրիշ տեղեր էլ գնացինք, չէ՞, այդ վայքի այդ սարը, որ բարձրացանք, իշ քարքելի գեղեցկություն է, էլի, ոնց որ ես ուր ասես աշխարհում գնացել եմ, բայց ասենք, այս ինչ որ ես այս տարի տեսա մեր երկրում, ոչ մի տեղին չէր զիջում, բացարձակ չէր զիջում։ Իմ մեջ վերում անեմ, այս ընթացքում, այս մի տարվա ընթացքում դու ուր ճամփորդել ես, ես ոնց որ սենց ճակերտավոր հետը տեղել եմ, որովհետև ամեն ինչ փորձել ես ցույց տաց քո աչքերով, ոնց որ դու ես հիացել, on-line ես եմ հիացել, բայց իսկապես այս տարվա քո ստեղ լինելը դու ոչ թե նայում էիր, այլ տեսնում էիր։ Իրանք իրականում տարբեր բաներ են ու ապրում էիր դու այդ տեղը ապրում էիր, վայելում էիր ու դա փոխանցվում էր իմջայլոց մեզ։ Նենց ոնց որ դու էիր զգում այդ տարածքը, նույն ձև, այսինքն անգամ այդ ռեթրիթի ժամանակ մենք բոլորս քո մեջով անցանք։ Քո մերի դուք մեզ բոլորիս անցկացրեցիք ձեր պրիզմայով ու մենք տեսանք այդ լավագույն այդ ամեն ինչը չերես ձեզ։ Այսինքն ձեր էներգետիկան այնքան մեծ էր, այնքան անսպառ էր, որ մեզ փոխանցեց այն էմոցիաները, այն զգացողությունները, այդ ամեն ինչը, ինչը որ մենք ինքնուրույն մենակով չէինք կարողանա հասնենք դրան։ Այսինքն ժամանակ է պետք է հասնենք, բայց Իհարկե շատ շնորհակալ եմ այդ բառերիդ համար, Գայանե ջան, բայց այս նույն բանը, ինչ որ իմ ու իմ հայրենիքի, հա, հարաբերության վրա բերեցի, երբ որ ես պատրաստ էի էդի տենալու ինքը ցույց տվեց, նույն բանը կարող ասեմ, այդ նույն բանը կատարվեց այս ռիթրիթում։ Ես ինչի համար շնորհակալություն հայտնեցի հենց մասնակիցներից, որովհետև մասնակիցները պատրաստ են այդ ամեն ինչը ստանային, դրա համար մենք կարողացանք այդ այդքան գեղեցիկ ձևով ձեզ տալ, ժողովուրդ ջան։ Ուզում եմ այս պահ ասենց սիրուն ձևով հասկանանք, էլի, այն որ
ասենց իրար հետ ամեն ինչը արվում, էլի, իրար հետ։ Այս ամիսների ընթացքում, որ ես որոշումս կայացրել եմ, հետ վերադառնամ հայրենիք այդ 23 տարի օտարության մեջ ապրելուց հետո, այնքան շատ ա եղել այդ խոսքերը, ինչ ես, ինչ գնալու ես փոշման ես, դու պրոստը չես հասկանում, դու ուղղակի չգիտես, ոչ մեկին չեմ մեղադրում, իրենք իրանց աշխարհում շատ ճիշտ են ու ոչ մեկին չեմ էլ ուզում ես մահանել լինեմ իմ օրինակով, որ հելեք դուք էլ եկեք, որովհետև ամեն մեկը ինքը իրանով պետք է այդ որոշմանը հասնի, ուզում եմ ճիշտ հասկանաք, էլ ինձ չի որ եթե ես եկել եմ այս որոշման, ես ինչ-որ մի ձևի ինձ ավելի բարձր եմ դասում, քան ստեն մարդիկ, որ դեռ չեն ասել որոշման, բացարձակ, այդ իմ կյանքի ուղին է, ինքը դժվար է լինելու արդեն դժվար է, էլի, արդեն այնքան էմոցիոնալ բարիերներ եմ փորձում հաղթահարեմ, որ այդ իմն է, ես դա կանեմ։ Ուղղակի այն ինչ որ ես եմ տենում, ժողովուրդ ջան, շատ եմ ուզում, որ ցույց տամ իմ ազգին, էլի, որ այս նույն Հայաստանը չի, որտեղից որ մենք դուրս ենք եկել, ու գոնե որ ես եմ դուրս եկել։ Օրինակ 23 տարի առաջ, որ ես տեղափոխվում էի Ամերիկա, կենցաղային պայմանները սենց էր, ասենք Ամերիկայի ու Հայաստանի։ Օրինակ ասենք քո երազանքներին հասնելու, չգիտեմ, այդ հնարավորությունները, Ամերիկայում շատ ավելի մեծ էր, քան թե ասենք այդ մեր տարածաշրջանում։ Ասենք ճանապարհորդելու հնարավորությունները, չգիտեմ, վիզա ստանալ կլինի, երկրից դուրս գալ կլինի, նյութական ամեն ինչը։ Հիմա ժողովուրդ ջան, այդ վիճակը չի, էլի, արդեն եթե ինչ-որ տարբերություն կա, ասես մի այսքան բան է մնացել, այս մի այսքանի համար ես որոշեցի, որ մի խոսքով, ես ինքս իմ որոշումը կայացրեցի, կտեղափոխվեմ, մի վարքյան կասկած չունեմ, որ ամեն ինչ շատ լավ է լինելու ու այս ամեն ինչը կշարունակեմ իհարկե ու կշփվեմ էլի մեր ժողովրդի հետ ու ցույց կտամ, որ Հայաստանում էլ կարելի է էլի շատ բարեկեցիկ կյանք ստեղծել ու ամեն ինչը նորմալ ձևի կարգավորել, ապրել, էլի ճանապարհորդել, ճանապարհորդության հետ կապված էլ այս անգամ շատ մի հատ հետաքրքիր միտք առաջացավ, ոնց տեսնում եմ, մեր Հայաստանի, չգիտեմ, բնաշխարհը ոնց որ պետք է բացահայտված չի, մեր ժողովրդի կողմից։ Կարելի է այտենց համախմբել մի հատ հետաքրքիր մի բան ստեղծել, ասենք այդ, չգիտեմ, ճանապարհորդական այդ գործակալության հետ պես մի բան, որտեղ որ են դժվարա հասանելի է, դժվարա մատչելի, այդ բնաշխարհը կարելի է, էլի, տանել ու ցույց տալ մեզ ու մեր ժողովրդին։ Հիանալի գաղափար է։ Այդ ողջունելի է մենակ այն, որ մի քանի օր առաջ դու այդ արտահայտեցիր, արդեն մենք մեր այս թիմով, ովքեր որ ներկա են, դրանով ապրում ենք։ Պատկերացրու Սոնայի հետ խոսելուց ամեն անգամ վերադառնում ենք այդ թեմային, պատկերացնում ենք, քննարկում ենք, ոնց ենք անելու, ինչ ենք անելու։ Չգիտեմ, շատ է մոտիվացրել այդ։ Այս մեր այս ռիթրիտների ժամանակ ինչ էր, չէ՞, մեծ ցանկությունը ինչի վրա ես իմ շեշտադրումը դնում, որ այդ զոհի հոգեվիճակից մարդկանց դուրս անենք, սարքենք այդ պատասխանատու լիդերներ։ Ուղղակի նոր եկավ այս միտքը, ասացի կիսվեմ, ձեր հետ ու մեզ դիտողների հետ։ Ու հիմա ինչ ենք մենք ամենուրեք տեսնում, ժողովուրդ ջան։ Հայեր, աշխարհով մեկ, որոնք որ նստած իրանց տներում կոմպյուտերների հետևը բողոքում են, ասենք այն ամեն ինչից, ինչը որ օրինակի համար Հայաստանում ճիշտ չի։ Ու շատ բաներ կա, որ ճիշտ չի, էլի, ինձ չի որ ասենք, ես չգիտեմ, ես եֆորիկ վիճակի մեջ եմ ու մենակ լավն եմ տեսնում, վատը չեմ տեսնում։ Այսինքն այդ ինչ է, այդ ռիթրիթի ժամանակ որ ցույց ենք տալ, այդ զոհն է, որը որ մենակ նստում ու բողոքում է։ Ու ես ինչ էի փորձում ձեզ սովորացնել, որ եկեք զոհից դառնանք այդ պատասխանատու էությունները, ովքեր որ պատասխանատվություն են վերցնում այն ամեն ինչի նկատմամբ, ինչը որ ճիշտ չի, ու իրանց դուման են ներդնում, չէ՞, փոխում են ինչ-որ մի բան, փորձում են ինչ-որ մի բան փոխել։ Հիմա իմ արածը այդ է, էլի, ժողովուրդ ջան, ասենք, ես չեմ ուզում բողոքեմ, տեսնում եմ այն ինչը որ ճիշտ չի, օրինակի համար հենց վերածս օրինակը, ընդամենը մի հատ փոքր 30,000 քառակուսի ունենք հայրենիք, որի շատ մեծ մասը բացահայտված չի մեր կողմից, ժողովուրդ ջան։ Այդ խնդիրը, չէ՞։ Եկեք ասենք գամ լավ, ես իմ լուման ներդնեմ, եկեք գոնե ցույց տամ, որ կա այդ խնդիրը, միանանք այդ խնդրի լուծում գտնենք։ Հետո մյուս խնդիրը, այն մյուս խնդիրը։ Ո՞վ է մեր համար մեր այս փոքր հայրենիքի խնդիրները լուծելու, եթե ոչ մենք, հարազատներ։ Միանշանակ, ամեն ինչ մեզանից է կախված իրականում ամեն մեկիցս, եթե ամեն մեկս մեր իրականությունը փոխում ենք մի քայլ դեպի լավը, մեր ընդհանուր գիտակցությունը ու ամեն ինչ վստահաբար լրիվ այլ է դառնալու։
իրականում ամեն ինչ մեր ձեռքում է։ Կարելի է ուղղակի արարել, ստեղծել, փոխանակ բողոքենք, այլ համախմբվենք։ Ստե գալիս ենք այն podcast-ի սկզբին, որ դու արտահայտություն արեցիր ու դու եկավ, որ կարելի է ապրել բազմաթիվ մարմնավորումներ մի կյանքի ընթացքում։ Ինքս հենց այդ ձևել տեսնում եմ այս ամեն ինչը, Մագա ջան, շատ գեղեցիկ էր այդ միտքը։ Օրինակ, ասենք մի մարմնավորումը, չգիտեմ, մինչև 17 տարեկան Հայաստանում դպրոցական կյանք, ընկերություն, այդ ամեն ինչ են, մութ ու ցուրտ տարիներ 90-ականների ու այդ ամեն ինչը։ Ասենք երկրորդ մարմնավորում 17 տարեկանում տեղափոխվեցի Ամերիկա։ Ամերիկայում մի քանի մարմնավորում կարամ վերցնեմ ասեմ, այն ընտանիք կազմել ու տենց շարունակ։ Հիմա նոր մարմնավորում եմ ուզում սկսեմ, այսինքն երբ դառնում ես գիտակից հարթուն հոգի, դու պետք չի քո կոմֆորտը ստեղծես ու մնաս այդ կոմֆորտիդ մեջ, մինչև որ ֆիզիկական մարմինդ կծերանա ու կմահանա ու հոգիդ նոր մարմնավորման շանս կստանա, այսինքն դեռ ունես տարիներ ապրելու ես նույնս ֆիզիկական մարմնում, բայց հոգիդ ասում է, գիտես ինչ կա, այս մարմնավորումն ապրեցինք, լավ, այս խաղացինք, ընդօրինակեցինք, վերջացրեցինք։ Հլարի գնենք տեսնենք այնտեղ ինչ կա։ Okay, ես էլ ընդօրինակեցինք, հիմա եկեք տեսնենք ստեղ ինչ կա։ Ու տենց արդեն ոնց որ դու ինքը դառնում ես քո մարմնավորումների այդ ինժեները, էլի արքիտեկտը, դու ես արդեն որոշում քո մարմնավորումները, այս մարմնավորման ընթացքում, այսինքն միշտ ես դու որոշում, ըստ մեր հասկացածի, Մագա, միշտ էլ դու ես որոշում, թե ինչ մարմնավորումներն ես ուզում ապրես, բայց հենց նիկը, ոչ թե նիկը մահանա, գնա հետ միանա իր մեծ հոգուն ու այդ մեծ հոգով որոշի որպես ինչ կյանքի, որպես ինչ կերպար գա ապրել, չէ, հենց նիկը որպես նիկ արեց ինչ որ պետքա։ Հիմա ինչ նոր մարմնավորում գնանք սկսենք մարմնավորել էլի։ Հիմա շատ ակնթարթային է, էլի ամեն ինչը, իրոք որոշումները, վաղվա որոշումները բացարձակ չես կարող արդեն պլանավորել ու այդ այնքան սիրուն ու այնքան հետաքրքիր է, երբ դու ուղղակի կարողանում ես այս նույն մարմնում տեսնել այդ քո ամբողջ էվոլյուցիան, դու ով էիր, հիմա ով ես, ինչպես ես մտածում ու վաղը իրոք զգում ես ինչքան ես անընդհատ փոխվում ու այդ նույնիսկ ժամերի հարց է լինում, էլի շատ սիրուն է այս մարմնավորումը, շատ մեծագույն նվեր ամենից ինձ թվում է ով ծնվել այս ժամանակաշրջանում լիովին իր ձեռքում է ընդհանրապես պետքա որոշում կայացնես ամեն ինչ վերցնես քո ձեռքը ու քո իրականությունը ստեղծես եւ իրոք այդպես է մենք ապրում ենք բոլորս նույն իրականությունում նույն տարածաչափությունում բայց ապրում ենք լրիվ տարբեր կյանքեր տարբեր կերպ ենք տեսնում մեր շրջապատը ու քո իրականությունը ստեղծողը միայն դու ես լինում դու այդ ամեն ինչում կգտնես լավը կստեղծես լավը թե ինչպես կուզես այդպես էլ կստեղծես Այդ հաստատը տենց է։ Դու մի հատ շատ լավ արտահայտություն ես անում, որ էներգիան ընտրություն է։ Ես հասկացա, որ ոչ միայն էներգիան է ընտրություն, այլ ցանկացած բան քո ներկա պահն է ընտրություն, ինչ ես ուզում դու դառնաս, ու այսինքն մենք չենք համաձայնվում կյանքի մատուցած իրավիճակին, մենք ենք որոշում ոնց լինի այդ իրավիճակը մեր համար։ Ու ոնց որ ներսից է մեր շերտերը բացվում, շերտ մենք ինչ-որ մի բան գիտակցության ենք հասնում, նույնն էլ կյանքում ամեն փուլ դու շատ սիրուն նկարագրեցիր մի անգամ իմ համար խաղի ժամանակ, ոնց է այս խաղից անցնում մյուս խաղը, ու այդ կերպարանափոխությունը ոնց է կատարվում։ Ու հիմա դու խոսում ես այդ ամեն ինչը գալիս է աչքիս առաջ, պատկերավոր տեսնում եմ։ Ուղղակի շատ կուզեմ, որ իրականում այս ամեն ինչը մատուցվի հանրությանը ու իրանք էլ հասկանան, որովհետև մենակ ուղղակի օթում խոսելը ինչ որ մարդկանց կարող է ռեզոնանս չանի։ Պետք է ուղղակի միանան մեզ, փորձեն իրանք էլ ստեղծել իրանց իրականությունը, ոչ թե ապրեն քո ներկայացրած կամ իմ ստեղծած իրականության մեջ։ Դա հաստատ, հենց դա էլ փորձում ենք, էլի Գայանե ջան, արդեն մի տարի է, այն առաջի կարելի ասել, այն առաջի քայլերից իմ հետ ես եղել, տարբեր գործիքներ ենք փորձում օգտագործել, սկզբից չգիտեմ, այդ մեր կվանտայինի զումներ, ռիլեր էինք սարքում, հետո ես որոշեցի, որ այս ոդքասթների միջոցով, սենց ավելի սենց տնավարի զրույցների միջոցով ավելի հետաքրքիր ձևի կարող ենք հասցնել այս մտքերը։ Հիմա արդեն ռիթրիտը փորձեցինք, այդ լրիվ մի հատ ուրիշ կենթանի է ռիթրիտը, բոլորը տեսակ թե ինչքան հզոր էր։ Այսինքն այս ամեն ինչը ոնց է sense թեորիապես մարդը վերցնում, մեկ է գալիս է իր կյանքից մեկ շաբաթ օրինակի համար արձակուրդ է վերցնում իր կերպարից, որտեղ եկեք հասկանանք այդ կյանքից արձակուրդ վերցնելը ինչն է, այսինքն ով եկել էր այն գետի այն հատվածը, ասացինք չէ, ձեր կերպարները թողում
առանց կերպարի գետը անցնում եք, այսինքն մտնում եք այդ ռիթրիթի տարածք ու արդեն այս տարիների ամիսների ընթացքում հավաքած այդ քո սաղ այդ կետերը ստեղծեցինք մի հատ իրականություն, որտեղ որ այդ սաղ կետերը արդեն կփող ու շատ ճիշտ բան ասացի, բացարձակ կապ չունի թե իմ իրականությունը ինչքան գեղեցիկ է, ես ինչքան եմ սիրում իմ իրականությունը, քանի դուք չեք տեսել այդ իրականությունը ձեր իրականության մեջ, այդ ընդհանրապես պատմություն է, կարակ բացեք գրքերով էլ կարդաք, տարբերություն չկա, էլի թե Նիկը ոնց է իր կյանքը ապրում, մինչև դուք դա չեք փորձում ու չեք տեսնում, որ դա ձեր համար էլ է աշխատում։ Ու ոչ բոլորի համար է աշխատելու, բան ջան, ագա ջան, այնպես չի որ ասենք ինչ որ իմ համար է աշխատում, պետք է բոլորի համար աշխատի։ Դրա համար էլ ես էլ չեմ հետևում, ասենք այն մնացած են, չգիտեմ, ուրիշ ուսուցիչների, այդ բառը մենք չենք սիրում իհարկե օգտագործել, ուսուցիչ որն է, եթե կյանքից ենք խոսում կամ բոլորս ենք ուսուցիչ կամ բոլորս աշակերտ ենք, էլի դրա ուսուցիչը որն է, բայց եթե ինչ որ ուրիշի համար, օրինակի համար, միս ուտել չուտելը, ես միս ուտում եմ, կարող է կյանքում մի հատված գա, ես ուղղակի որոշեմ չուտեմ, բայց ասենք լիքը մարդիկ ուրիշ ձև են նայում, ոնց կարաս դու, չգիտեմ, ինչ որ հոգևոր զարգացման ճանապարհներ տես ու միս ուտես, հենց այդպես։ Իսկում մի որոշակի ժամանակով ալկոհոլի օգտագործում թողել եմ, բայց շատ հնարավոր է լի սկսեմ օգտագործել, որովհետև դա իմ իրականությունն է, ասենք ոչ մեկի պետք չի բան անեք, թելի իրականությամբ շարժվեք, բայց ես այդ եմ ընտրում, այդ ձևով եմ ուզում իմ կյանքը ապրեմ։ Այդ մի քիչ հին կոնցեպտ է, էլի, որ չգիտեմ, այդ հոգևոր զարգացած մարդը պետքա բան լինի, սրբացած լինի, ես ինքս իրոք չեմ կարծում դա այտենց է։ Կարող է կյանքում գա մի հատված, ասին 60, 65, 70 տարեկանում որոշեմ, всё, լրիվ ամեն ինչից ինձ կտրում եմ, գնում դեպի սրբացում։ Զուտ նրա համար, որ կարող ուզենամ այդ փորձառությունն էլ ապրեմ, այսինքն Վագա ջան, այդ մարմնավորումն էլ կարող ուզենամ տեսնեմ։ Հիմա ես ուզում եմ ապրեմ, ես իրոք ուզում եմ ապրեմ, ուզում եմ ամեն ինչը տեսնեմ, տամ։ Ես չեմ կարծում, որ եթե ես սրբացված կյանքով ապրեցի, ես կարամ ձեր բոլորի համար այդքան պիտանի լինեմ, ոնց որ հիմա, որովհետև դա բանի ասած ռեզոնեյտ չի անելու այդքան մարդու հետ, որը որ իմ այսօրվա ընտրածողին է, էլի անելու, որովհետև իմ ամենամեծ ցանկությունն ինչ է, հենց հատկապես մեր երիտասարդության հետ աշխատելը, բոլորն էլ շատ կարևոր են, ուղղակի չգիտեմ, ոնց որ ներսից իմ պահանջը ավելի շատ երիտասարդության հետ աշխատելը։ Իսկ երիտասարդներն եկել են կյանքը ապրելու, վայելելու համար, չէ՞, ես պետքա այդ ձևով ապրեմ իմ կյանքը, որ իրանց համար հետաքրքիր լինի, այն ինչ որ ուզում եմ իրանց փոխանցեմ։ Ու պլյուս իմ համար էլ է այդ հետաքրքիր, ինձ չի որ իմ դուրը չի գալի, կյանքը վայելել, ուղղակի վայելում եմ, որպեսզի ավելի պիտանի լինեմ։ Նիկ, ինձ թվում է համել այս ժամանակաշրջանի յուրահատկություններից մեկը հենց նաև դա է, որ եթե նախկինում մեզ ինչ-որ ասկեզաներով ու եկվայլեն այլ տարբերակներով այդ դժվարություններով էինք մենք կարողանում ինչ-որ հոգևոր մի փուլ հաղթահարել, հետո նորից մարմնավորվել, հիմա այս մարմնավորումն ինձ թվում է ամենասիրուն պահերից մեկը այդ նյութականի եւ հոգևորի այդ համահունչ միաժամանակ բալանսավորված իրար հետ համահունչ շարժվելն է եւ ոչ թե էլի միայն ընտրել հոգևորը ու միայն նյութականը։ Իսկ այն ժամանակ դա շատ ընդունված էր եւ հենց այդպես էր։ Իսկ հիմա քո ասած այդ տարբերակն է եւ կարողանում ես երկուսը միաժամանակ բալանսավորել ու կարգավորել ու անցնես առաջ էլի ու համ վայելես կյանքը, համ գիտակից կերպով վերաբերվես էլի հասկանաս ոնց է էներգիաները ամեն ինչ աշխատում ու հենց քո կյանքում շատ յուրահատուկ են ոչ մեկին եմ եսի մոտ չի կրկնվում ու ինձ թվում է այդ բազմազանությունն է էլի ամեն ինչ ստեղծում մեր էս մոլորակում համ մեր կյանքում, համ մեր շուրջը։ Համ Այսինքն այդ տարածաչափությունն է բազմաշերտ, համ մենք ենք բազմաշերտ ու այս նոր ժամանակներում մենակ մի բան է հնչում նամերինիա, ոչ մի ասկեզա, ոչ մի բան նամերինիա չգիտեմ, մտադրություն ստեղծել, հա, ոնց որ ասում է ու ես հասկացա, որ հոգևորի մեջ չկան տաբուներ, չկան վանդակներ, դու բաց ես ու թափանցիկ ամեն ինչի համար։ Ոկե ամեն մեկի իր Ես ամեն ինչ եմ ու ոչինչ այդտեղ անցում, այդ էսի չի կարելի այն մեկը, այդ չկա գոյություն չունի հոգևորի մեջ։ Այդ դաշտից պետքա դուրս գա դա։ Այսինքն շատ երկար ժամանակ մի հատ իրականություն էր ստեղծվել մարդկության համար, որտեղ որ պայքար էր գնում էգոյի դեմ։ Այսինքն այն ինչ որ էգոտ ուզում է, դա սխալ է, դա մоральնի չի, չէ, արդեն այսինքն սրբերի ապրած կյանքը բերում էին օրինակ ու պետքա
Ես ամեն ինչից զրկես, այն ինչ որ ցանկություն է, դա մի խոսքով մեղք է, մոտավորապես այդպես մի բան է ձևավորվել ու կյանքը ինչ ցույց տվեց, որ այդ դեպքում, երբ որ դու սկսում ես էգոյի դեմ պայքարել, դու էգոյին ուժեղացնում ես։ Շատ էգոիստիկ հասարակություն ձևավորեցինք ժողովուրդ ջան, շատ էգոիստիկ հասարակություն, հա։ Իսկ երբ որ սենց ավելի ոնց որ բաց է, արդեն էգոյիդ հետ կարողանում ես դու ներդաշնակվես, էգոդ հասկանում է, որ իր դեմ պայքար չկա, ու արդեն քանի որ դու բանական էություն ես, ու այդ մեջիդ այդ աստվածային այդ լույսն էլ կա, այսինքն դու լավը վատից տարբերելու ունակություն ունես, էլի ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որ լավ կարող է, չգիտեմ, կարող է 2000 տարի առաջվա մարդը, 2500 տարի առաջվա մարդը 10 պատվիրանների կարիքը ուներ, որտեղ ինքը իրանով չէր կարողանում հասկանալ ինչ կարող է լինի, ինչի պետք չի անել, էլի։ Միգվա մարդը այդ մարդը չի։ Ես իմ երեխեքին չեմ դրել 10 պատվիրան սովոր, իրենք այդ ամեն ինչով եկել են այս հասարակության մասը։ Իսկ երբ որ արդեն մենք հասկանում ենք, որ մեր մեջից արդեն կա, մենք սենց թենես, մենք այնպես չի, որ չենք սպանում, որովհետև Սուրբ գրքի մեջ գրված է չպետք է սպանես կամ չեն գողանում, մենք պրոստը հասկանում ենք, որ ախր չի կարելի այդ ամեն ինչը անել։ Այդ արդեն մի քիչ լրիվ ուրիշ պայմաններ է, էլի խաղի պայմաններ է տալի մեզ։ Արդեն կարողանում ես իսկականից մտ էգոիդ հանգիստ տաս, էլ չես պայքարում էգոյի դեմ ու ընդհակառակը հասկանում ես, որ առանց էգոյի դու ով ես, այսինքն այդ Նիկ ասածը, որ կողմը, որ դուք չգիտեմ, սիրում եք, հարգում եք, ընդունում եք, դա все-таки դա իմ էգոն է, էլի, ժողովուրդ ջան, դա կեն կերպարն է, այդ այն պերսոնան է, որը որ ես կերտել եմ այս տարիների ընթացքում ու շարունակում եմ կերտել։ Այդ պերսոնայի հետ կապված էլ էլի այդ մեր այդ ռիտրիտների ժամանակ էս ոնց որ միտքը եկավ, քանի որ այդ ամեն ինչ ուզում էի ձեզ տայի, տեղեր գալի ավելի շատ իմ տվածը ես էի ուրիշ ծեր սկսում անցալել, էլի ավելի շատ օգուտ ստանում, քան թե հենց դուք։ Ու այս պերսոնա ասած, այսինքն այս կերպարը ասած, ասես մի հատ սիրուն տոնածառի տեսքով սկսեցի տեսնել, որը որ ցենց 4 կողմից խաղալիքներով զարդարված է, ու ցենց լիքն է ինքը, ու նոր բան չկա իր վրա, այնտեղ չկա դնելու։ Ու ես այդ պերսոնայի ոնց որ զարդարողն եմ փաստորեն։ Այսինքն այդ պերսոնան, այդ կերպարը դա տոնածառն է, դա իմն է։ Բայց ես համ այդ տոնածառն եմ, համ էլ իրան զարդարողն եմ։ Ու արդեն ես գիտակից ձևով կարող եմ ինվենտորի անեմ ու հասկանամ, հա, գիտես ինչ կա, այս խաղալիքները, որ չգիտեմ, 20-25 տարի առաջ դրվել է վրան կամ դրել եմ, էլ հիմա չի ծառայում այսօրվա իմ, չգիտեմ, առաքելությանը։ Արի ես մի քանի խաղալիք այս տոնածառի վրայից հանեմ, թող տեղ բացվի, որ կարողանամ նոր զարդերով զարդարեմ այս տոնածառը, հա։ Ու ինչքան սիրուն է, էլի դառնում դա, ժողովուրդ ջան, դառնում է իսկականից այդ համ քանդակը, համ քանդակողը, էլի, համ այդ զարդարված տոնածառը, համ էլ տոնածառը զարդարողը։ Ու էլ պետք չի քո ծնողների զարդարած տոնածառով դու ապրես կամ հասարակության զարդարած, հա, դու արդեն կարողանում ես, գիտես, ինչ կա, սովետական զարդերը արի հանեմ, որտեվ այսօրվա հասարակությանը չի ծառայում, էլի։ Արի մա տենամ ինչ կա, ժամանակակից սիրուն ավելի պսպղուն ինչ տիպի զարդեր կարամ բերեմ, ավելացնեմ ես իմ պերսոնային, էլի, ես իմ կերպարին։ Որը ավելի ոնց որ բան կանի, ավելի հետաքրքիր կերպար կդառնա, թե իմ համար, այսինքն իմ կյանքը ավելի լուսավոր կլինի այդ կերպարի հետ ապրելը, թե արդեն հանրության համար ավելի հետաքրքիր կլինի այդ կերպարի հետ շփվելը, էլի։ Ժամանակին համահունչ էլի։ Դե հա, այդ կոնկրետ այդ քո կյանքի այդ մարմնավորման հետ համահունչ, հա, եթե էլի վերցնում ենք այդ կոնցեպտը, որ մենք բազմաթիվ մարմնավորումներ ենք ապրում, իսկ դրանք կարող ուղղակի առաքելություններ ասենք, Մագա ջան։ Մի քիչ բան, ամեն չգիտեմ, sense պայմանական, ամեն 2-3 տարին մեկ ինչ որ առաքելություն է մեզ մոտ։ Այո, նոր։ Որտեղ ինձ ռիթմը ապրում, որ Յա, կախված թե դու որ կոնկրետ մարմնավորման փուլում ես, այդ զարդերից մի մասը կարող է ծառայում, կարող է խանգարում, այլ եկեք հանենք այս մի հատվածը, ուրիշ զարդեր բերենք ավելացնենք։ Ինչքան սիրտ է, էլի ստացվում, երեխեք այդ ձևով։ Ամեն էվոլյուցիայի հետ նոր գործիք է մեզ տալիս։ Շատ լավ գործիք է ինձ թվում է, էգոն ուղղակի պետք է ճիշտ օգտագործենք, էլի, ինքը իրականում կարա շատ օգնող միջոց լինի, զուտ դու իրան ինչպես ես դիտարկում, ինչպես ես օգտագործում, ինչքան ես կարողանում ոնց որ սրտային կանալով մտածել, հասկանալ, որ իրականում դու չես, չկա, էլի, մագա որպես այդպիսին, այլ ընդհանուրը բոլորս մեկ ենք,
չկա տենց առանձին պերսոնաներ, զուտ ստեղծել ենք դա, խաղա իլյուզիա խաղում ենք, էլի, հասկանանք, որ այս երկակի աշխարհում ուղղակի տենց փոքրիկ խաղեր են, եկել ենք խաղում ենք, որպեսզի փորձ հավաքենք, էլի, զուտ։ Այդ գիտակցելով տենց շատ կյանքը շատ հետաքրքիր է անցնում ու հասկանում ես, որ պահին, որ ուղղությամբ գնաս ու ինտուիտիվ գնում ես այն տեղերը ու անում ես այն, ինչ իրականում պետքա հոգուտ եւ ոչ թե էգոիդ, էլի, էգոիդ շարժվելով։ Հաստատ։ Շատ շնորհակալ եմ ձեզանից երկուսից դել, ինձ համար շատ հետաքրքիր զրույց ստացվեց, ապրեք շատ, ապրեք որ կաք, ապրեք որ իմ կյանքում կաք, ապրեք որ համաձայնվեցիք այսօրվա podcast-ին մասնակցեք, ես հուսով եմ ու վստահ եմ, որ շարունակական կլինի, երեխեք չեն այս ամեն ինչը, մենք իսկականից մեր ժողովրդին շատ բան ունենք տալու։ Եկեք իրար ասենք, ուրեմն միշտ նոր հանդիպում, հա, ու խոստանանք, որ անպայման հանդիպենք այս հարթակում իրար հետ։ Միանշանակ։ Մենք ենք շատ ուրախ ու շնորհակալ ենք։ Ես էլ շնորհակալ եմ, որ գտել եմ բոլորիդ։ Մեծ ձեռքբերում էր ինձ համար։ Ապրեք շատ։ Լավ որ Շնորհակալություն, որ հաջողություն հաղթահարել մեր հերթական վախերը։ Օրինակ, այս podcast-ին մասնակցել։ Աչի։ Առաջինը։ Հիմա ամենամեծը։ հաջողություն։ Հաջողություն։